Արմլու լրատվականի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ վաղը քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչությունը հրավիրել է նիստ, որի ընթացքում պետք է քննարկվեն եւ հաստատվեն ազգային ժողովի 12 մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունները։ Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ նիստը վարելու է վարչապետ ՔՊ վարչության նախագահ այս պահին արձակուրդում գտնվող Նիկոլ Փաշինյանը։ Ըստ նույն աղբյուրների, սպասվող քննարկումները լինելու են բավականին լարված, քանի որ որոշ հանձնաժողովների ղեկավարների հարցում կուսակցության ներսում առկա են տարբեր մոտեցումներ։ Արմլուրի տեղեկություններով նիստում կարող է որոշվել նաև մի շարք գործող ՔՊ-ական պատգամավորների հետագա պաշտոնական ճակատագրերը։ Մեր աղբյուրների պնդմամբ որոշ պատգամավորներ մտահոգ սպասում են վարչության որոշումներին հասկանալու համար։ Կպահպանեն արդյոք հանձնաժողովներում իրենց ազդեցիկ դիրքերը, թե տեղի կունենա փոփոխություններ։ Հատկանշական է, որ Արմլուրի լավատեղյակ աղբյուրները հայտնում են, Ալեն Սիմոնյանն արդեն տեղեկացրել է կուսակցության ղեկավարությանը, որ վարչության նիստին չի մասնակցելու։ Ըստ մեր տեղեկությունների, Սիմոնյանը ներկայումս Հայաստանի Հանրապետությունում չէ եւ մինչեւ օգոստոսի կեսը չի վերադառնա Հայաստան։ Մինչ այդ Արմլու լրատվականի աղբյուրները փոխանցում են, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներից արդեն վերադարձել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, որը արդեն հայտնել է, որ վերցնում է ազգային ժողովի իր պատգամավորական մանդատը։ Ըստ իշխանական աղբյուրների, վաղը նիստին Հարությունյանը մասնակցելու է։ Արմլու լրատվականի աղբյուրների փոխանցմամբ վաղվա նիստը կարող է դառնալ ՔՊ-ի ներքին վերադասավորումների հերթական կարևոր փուլը, թե ովքեր կստանան ազգային ժողովի հանձնաժողովների նախագահի պաշտոնների համար իշխանության աջակցությունը եւ արդյոք կլինեն անակնկալ փոփոխություններ, պարզ կդառնա արդեն առաջիկա ժամերին։